Բարև ձեզ, դուք դիտում եք բացահարթակ, այսօր իմ հյուրը Հայաստանի պետական կամերային երգչախմբի տնօրեն, Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ Արմեն Արաբյանն է, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Եվ այսպես, պարոն Արաբյան, մեկնարկել է արդեն ազգային ժողովի ընտրության նախընտրական քարոզարշավը։ Մենք գիտենք, որ քարոզարշավի ընթացքում մեր հասարակությանը շատ խոստումներ են շռայլում տարբեր քաղաքական գործիչներ եւ առհասարակ խոսույթն է կարծես թե այդ ընթացքում ավելի փոխվում։ Ինչպիսի քարոզարշավ եք դուք ակնկալում եւ ինչպիսին պետք է լինի առհասարակ խոսույթը այդ ընթացքում, որպես մտավորական։ Քարոզարշավը ինքը իրենից երևի ենթադրում է խոստումներ։ Եվ եթե նույնիսկ դրանք խոստումներ են, խոստումը դեռ վերջնական իրականություն չի երբեք, բայց պետք է իրատեսական լինի, տրամաբանության մեջ լինի։ Եվ կարծում եմ, որ մեր ժողովրդի գիտակցական մակարդակը արդեն այնքան է, որ կոպիտ ասած տարբերում է սևը սպիտակից։ Մենք առհասարակ ունենք քարոզարշավի մշակույթ, տեսեք, մենք այլ երկրներում տեսնում ենք, չէ, երբ պարտված ուժը շնորհավորում է հաղթած ուժին։ Մենք այդ մշակույթը ունենք, թե չունենք, թե մենք հեռու ենք դեռ այդ ամենից։ Չեմ կարող լիարժեք պատասխանել, ես ինքս քաղաքականության մեջ չկամ, ես մշակութային գործիչ եմ։ Ես հիմա մշակութային հարցեր եմ տեսալու, բայց մինչ այդ սուբյեկտիվ իմ անձնական տրամաբանությամբ այսպես է։ Վերջերս մենք օրինակ ընկերներով հավաքվել էինք եւ մտածում էինք ինչպես պիտի դաստիարակի ծնողը իր զավակին։ Եվ վերջնականապես եկանք այն եզրահանգման, որ ծնողը զավակը ինքը իր ապրած ծնողի հետ ապրած տարիների կամ ժամանակահատվածի ընթացքում անկախ սովորեցրած պարտադրված բաներից նա ընկալում է այն, ինչ կյանքով որ ծնողն է ապրում եւ դա դառնում է ինչ որտեղ զավակի սեփականությունը, չգիտեմ, համեմատությունս մոտավորապես պարզ էր, ինչի մասին եմ ուզում ասել, այսինքն մենք տեսնում ենք ինչ է կատարվում, այսինքն եւ մի կողմից եւ մյուս կողմից եւ մենք մեր մեջ կարողանում ենք գնահատել կամ թերագնահատել այն ամենը, ինչ մեր աչքի առաջ է, ինչ ակնառու է։ Դուք օրեր առաջ Գյումրիում մասնակցում եք, ներկա եք շատ կարևոր մի համերգային միջոցառման։ Այո, 2-3 օր առաջ, մի քանի օր առաջ։ Տեսեք, մեզ շատ հաճախ, այսպես ասած, հրամցվում է մեր հասարակությանը մի թեզ, որ այս ընտրությունը լինելու է աշխարհաքաղաքական ընտրություն Ռուսաստանի եւ Արևմուտքի միջև, բայց միևնույն ժամանակ ասում են, որ ձեզ Արևմուտք են խոստանալու, տանելու են դեպի Թուրքիա։ Դուք կարծում եք, որ Եվրոպա ասելով, չգիտեմ, մեզ տանելու են դեպի թրքացման։ Դուք մանավանդ շատ հաճախ եք լինում Եվրոպայում եւ որպես մտավորական բազմաթիվ միջոցառումների եք մասնակցում։ Գիտեք, ովքեր որ ասում են տանում են թրքացման, նույնիսկ ինձ թույլ չեմ տալի մտնել նման անհեթեթ մանրամասնությունների մեջ, միայն ժպիտ է առաջացում իմ մոտ։ Գոհ եք այսօրվա մեր մշակութային վիճակից, պարոն Արաբյան։ Գիտեք ինչ, գոհ եմ ընթացքից, գոհ եմ հետևողականորեն զարգացող վերելքից եւ օրինակ ես կոնկրետ մեր կենտրոնի հետ, ազգային երաժշտության կամերային կենտրոնի հետ, որ համեմատում եմ ինչ աշխատանք էր տարվում 10 տարի առաջ կամ ավելի հետ եւ այսօր բացարձակ ոչ մի համեմատություն։ Այ կխնդրեմ, տեսեք, այդ ասում եք գոհ եմ ընթացքից, վերելքից, որ ընթացքի մասին է խոսքը եւ որ վերելքի։ Աշխատանքային ընթացքի, այսինքն մշակութային ձեռնարկների, միջոցառումների կարևորության իմաստով։ Վերելքը ո՞րն է այս դեպքում։ Գիտեք, գնահատականը ինձ համար առաջերտին ունկնդրի կամ հանդիսատեսի հետաքրքրվածությունն է, հանդիսատեսի քանակը։ Դա արդեն անվիճելի փաստ է, որ առաջ
կիսա դահլիճներ էին լինում, բայց հիմա դասական կամ լուրջ երաժշտության ասպարեզում դահլիճները լեցուն են համարյա։ Դա արդեն մեծ ցուցանիշ է։ Բայց միևնույն ժամանակ մենք տեսնում ենք, որ այլ ժանրի երգիչները մարզահամերգային համալիրի մեծ դահլիճում մի քանի համերգներ են ունենում։ Եթե խոսքը վերաբերվում է այն նշածողից ցածր, չեմ ուզում անվանարկել ավելի խիստ բնութագիր տալ, բայց դա ես կարծում եմ, որ գուցե առաջիկայում պետք է պետական մակարդակով այդ հարցը դրվի, որտեղ իմ խոսքի մեջ առաջներում էլ եթե առիթ է եղել, ես ասել եմ, հաճախ ես որ աշխատում եի հեռուստատեսությունում, շատ հաճախ գործողվում էի Ֆրանսիա եւ գործ ունեի իրենց մշակույթի նախարարության հետ եւ գոյությունն է խիստ վերահսկողություն մշակութային միջոցառումների վրա, սկսած երաժշտությունից վերջացրած թատերական եւ այլն եւ այլն։ Եվ որոշ մարդիկ ասում էին, դա բռնություն է արվեստի նկատմամբ, ոչ, դա խիստ մոտեցում է իրեն հարգող երկրի, որը իրեն մշակութային երկիր է համարում, եւ գոյություն ունեցող միջոցառումների եւ ընդհանրապես այն ամենի հետ, ինչը կապված է մշակույթի հետ, շատ հզոր բռունցք է պետք այդտեղ։ Տեսեք, այդ դեպքում արդյոք դուք չեք առաջարկում, որ վերականգնվի այսպես կոչված գեղարվեստական խորհուրդները, որոնք ժամանակին եղել են, որովհետև մի կողմից դուք ասում եք մարդիկ կան, որ ասում են դա բռնություն է արվեստի նկատմամբ, բայց մյուս կողմից ամեն դեպքում առաջարկում եք վերահսկողություն սահմանել այդ ոլորտի նկատմամբ, բայց շատ հաճախ ասում են, բա ուր մնաց ազատ խոսքը, բա ուր մնաց, չգիտեմ, ինչի եք քննադատում, ինչի եք փակում։ Ձեր հարցին ի պատասխան պետք է ասեմ, որ գեղխորհրդի ինստիտուտը, որը գոյություն ուներ մինչև, այսպես ասած, մեր անկախացումը, դրանից հետո ես ամեն տարի եւ տարեկան մի քանի տասնյակ անգամ խոսել եմ ամեն մի առիթով։ Իհարկե դա շատ անհրաժեշտ է։ Ինչ է նշանակում ազատ խոսքի բռնություն։ Ինչ է նշանակում, եթե թատերարվեստի մեջ կամ կինոյի մեջ թեկուզ երբ որ ամբողջ ֆիլմը ընթանում է քրեական ժարգոնով եւ դա եթեր է տրվում եւ դա արգելելը նշանակում է բռնություն, ոչ իհարկե։ Եվ թող մասնագետը, ես երաժշտության մասնագետ եմ, շատ եմ սիրում մաքուր խոսքը հայերեն լեզուն, բայց երբ որ փոքր-ինչ կասկած ունեմ, զանգում եմ իմ շատ մտերիմ մասնագետների եւ փորձում եմ մինչեւ վերջ ստուգել արդյոք բառը ճիշտ է գրվում, արդյոք արտասանությունը ճիշտ է, նախադասության դասավորությունը եւ այլն։ Ես չեմ ամաչում դրանից։ Ես կարող եմ 20 տարեկանին էլ մասնագետին հարցնել եւ շնորհակալություն հայտնել դրա համար։ Եվ եթե որևէ մեկը ինձ իմ սխալ խոսքի համար կամ այն ինչ որ իմ մասնագիտության հետ կապ չունի, դիտողություն անի, ես միայն շնորհակալ կլինեմ։ Տեսեք, դուք ասում եք դա, ինչի հետ ես լիովին համամիտ եմ, բայց միևնույն ժամանակ կա հետևյալ կարծիքը, բա հո, այսպես ասած, հարսանիքների կամ ծնունդների ժամանակ չենք բարելու այսպես օպերային արիաների երաժշտության ներքո, այդ դեպքում ես հարսանիքին, ծնունդին, կնունքին ինչ ուզում են թող անեն, դա իրենց խնդիրն է եւ իրենց ցանկությունն է։ Դրա վրա դա այո, բռնություն կարող եմ համարել։ Դու կարող ես ադրբեջանական երաժշտություն միացնել հնդկական, կարող ես Բեթհովեն դնել հարսանիքին։ Դուք առաջարկում եք առհասարակ պետական, հասարակական կարևոր միջոցառումների ժամանակ լինել ավելի խիստ եւ այդ վերահսկողությունը ոչ թե ավելի խիստ, այլ շատ խիստ, շատ խիստ պետք է։ Այսինքն, այն ինչ որ կապված է հանրային հերարցակման հետ, այսինքն
ռադիո, հեռուստատեսություն եւ այլն։ Եվ ընդհանրապես համերգներ, հրապարակային միջոցառումները շատ խիստ պետք է լինել, ոչ թե խիստ, այլ շատ խիստ պետք է Բայց լինել։ պարոն Արաբյան, միևնույն ժամանակ այսօր համացանցը շատ հասանելի է եւ չգիտեմ, դուք լսել եք թե չէ, ամեն դեպքում նույն Instagram-ում, նույն YouTube-ում պատուհանս բաց եմ արել, չգիտեմ, աչքերս թաց են, զույգ աչքերս թաց են նայում եմ չկաս կամ ծովի ալիքը թող տանի հայրի վիշտը փարատի, այդ երգերը դուք չեք լսել։ Մարտիրատանն է լսում, թող լսի, ես խնդիր չունեմ։ Թող լսի։ Բայց այդ ասում եմ, որ այդ երգերը ձայնակցի ու երգի, բայց ես ավելի կոշտ արտահայտություն ունեմ, որ նման բաները ընկերներ գնացեք, լսեք ձեր վերմակի տակ, ձեր տանը, ձեր հարսանիքներում, բայց մի թելադրեք դա, վերջ, սրա մասին է խոսքը։ Շատ հաճախ նաև մենք տեսնում ենք, որ շատ գեղեցիկ դասական համերգներ են տեղի ունենում այլ երկրներում, պատմամշակութային տարածքներում, պատմամշակութային կառույցներում, եկեղեցիներում։ Մեզ մոտ էլ այս կարծես թե վերջերս նմանատիպ մի քանի հետաքրքիր համերգներ եղան Զվարթնոցի տաճար, Գառնիի տաճար։ Կարծում եք, որ պետք է այնպես անել, որ եկեղեցիներում էլ մենք ունենանք համերգներ, որովհետև դա էլ շատ կարևոր է։ Իհարկե, մենք արել ենք, ես եմ նախաձեռնել, երբ որ ես կամերայի նվագախմբի տնօրենն էի եւ մենք նստեցինք այն ժամանակ Արամ Ղարաբեկյանն էր գեղարվեստական ղեկավար եւ որոշեցինք պատմամշակութային հուշարձանների հարևանությամբ կամ ներկայությամբ անել նման համերգներ եւ առաջակ եղավ սկսել Գառնիի հեթանոսական տաճարից, որտեղ մեր կրոնը նախնական եղել է արվապաշտությունը եւ այդ միակ, այսինքն ներկայանալի կանգուն հուշարձանը դա է եւ համերգը բացօթյա համերգը մենք սկսեցինք Գառնիի հեթանոսական տաճարից եւ այդ տեսագրությունը հիմա այսօր մեծոյով հաղորդում են։ Երկրորդը եղավ Զվարթնոցում։ Մենք արել ենք Տաթևի վանքում, արել ենք Գանձասարում, հենց Գանձասարի մեջ, վանքի մեջ, վանքերում այո շատ ենք արել։ Եվ դա եղել է զուտներ հատուկ թույլտվությամբ։ Եվ պատճառը ըստ երևույթին այն է եղել, որ որոշ ֆիլմերում բաց տեսարաններ էին փորձում նկարահանել, որի հետ ես էլ եմ համամիտ, որ չի կարելի մի քիչ անհարիր է մեր կրոնական եւ ազգային հասկացությունների մեջ։ Պարոն Արաբյան, Կամերան երգչախմբի պահանջարկը արտերկրում, նկատի ունեմ մեր Հայաստանի պետական կամերան երգչախմբի պահանջարկը արտերկրում, որովհետև բավական ակտիվ եք նաև շատ երկրներում, համերգներ, փառատոներ, ինչպես են ընդունում։ Բնականաբար շատ լավ են ընդունում եւ հատկապես շատ լավ են ընդունում մեր ազգային կոմիտասի բոլոր մշակումները Մեսրոպ Մաշտոց, Մովսես Խորենացի, Նարեկացի եւ այլն, որոնք կատարվում են հատկապես հոգեվոր կատարումները, իրենց համար դա բացառիկ նորություն է եւ նոր ուղղություններ են եւ շատ մեծ հետաքրքրությամբ են ընկալվում եւ ընդունվում եւ առաջարկում են արդեն անընդհատ ունենք առաջարկություններ տարբեր վայրերում կրկնելու կամ կատարելու նման տիպի համերգներ եւ ելույթներ։ Մենք ունենք արտիստներ, որոնք հաճախ ասում են, որ նույն կոմիտասը դրսում շատ հաճախ ավելի լավ է ընդունվում, քան հենց նույն Հայաստանում։ Չի ասի, որ ավելի լավ է ընդունվում, քան Հայաստանում, որտեղ Հայաստանում մենք շատերը մտածում են, ապրում են, շնչում են կոմիտասաբար, կարող եմ ասել, կոմիտասը դա ապրելու մշակույթի նաև մի մաս է եւ պետք է լինի մեր ազգի համար եւ մենք շատ հաճախ մարզեր ենք տարել կոմիտաս, որտեղ եղել են դպրոցական երեխաներ, որոնցից ենթադրում եմ, որ շատերը առաջի անգամ են լսել, սկզբից նկատում էինք, որ բավականին անտարբեր էին, հետո
երկեցավության ընթացքում գլորանում էին աչքերը եւ բացառիկ մեծ հետաքրություններ առաջացնում երեխաների մեջ։ Դա իրենց գեներն է, որ սերնդեսերունդ փոխանցվել է եւ եթե չեն լսել կենթանի հնչողությունից հետո լիքը շատ հետաքրքիր զգացողություններ արտանում են նրանց մեջ։ Բայց արդյոք չեք կարծում, որ ամեն դեպքում տարիներ շարունակ հասարակությանը լրիվ այլ երաժշտություն հրամցնելու հետևանքով է եղել, որ այդ նույն Կոմիտասը կամ շատ այլ արժեքավոր դեմքերի ստեղծագործություններ, այսպես ասած, հետին պլան են մղվել։ Տեսեք, մենք ունենք կոմպոզիտորներ շատ, որոնք առաջնորդվում են, որոնց մտածողության, երաժշտության արմատների մեջ Կոմիտասն է։ Սկսենք Խաչատրյանից, Խաչատրյան, Տիգրան Մանսուրյան, շատ ավելի երիտասարդ Դավիթ Հալաջյան, շատ անուններ կան եւ դա միայն ողջունելի է եւ սա շարունակությունն է Կոմիտասի ստեղծած մշակութային քաղաքականության մոտեցման։ Ամեն դեպքում դուք ասում եք վերջին 10 տարիներին ակնհայտ է, որ մենք այս առումով կարծես թե ավելի առաջընթաց ենք ունենում եւ որակյալ ավելի է գնահատվում։ Միանշանակ։ Իսկ դա ազդում է նաեւ արվեստագետների ապրելակերպի վրա։ Իհարկե։ Դուք նյութականը նկատի Նաև նյութական, այո, որովհետև մենք հիշում ենք, որ շատ արտիստներ Հայաստանից հեռանում էին այլ երկրներ։ Դե այսպես ասեմ, եւ աշխատավարձերի մեջ կա դրական մեծ տարբերություն եւ նաեւ լինում են կոմերցիոն համերգներ, իհարկե համապատասխան թեմաներով, որոնց մենք չենք մերժում եւ դա էլ հավելյալ եկամուտ են, դրանք էլ հավելյալ եկամուտներ են արվեստագետների համար։ Այսինքն ամեն դեպքում կոմերցիոն առումով են պահանջված դառնում դասական երաժիշտները։ Միանշանակ եւ այստեղ մենք արդեն զգում ենք մեր նախարարության եւ պետական աջակցությունն էլ շատ ակնառու է։ Շնորհակալություն։ Եվ շեշտում հյուրը Հայաստանի պետական կամերային երգչախմբի տնօրեն, արվեստի վաստակավոր գործիչ Արմեն Արաբյանն էր, շնորհակալություն ուշադրության համար, հաջողություն։